Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 7-ն է եւ այս հաղորդման մեջ հիմնականում կենտրոնանալու ենք Հնդկաստանի եւ Պակիստանի սկիզբ առած պատերազմի վրա։ Գիշերը Հնդկաստանը հարված հասցրեց արդեն Պակիստանի տարածքին, հատկապես այն մասում, որտեղ որ գրավված Կաշմիրն է, այսինքն Կաշմիրից մի մասում գրավված Պակիստանը եւ այդ հատվածում հրթիռային հարվածներ հասցրեց Հնդկաստանը, հրթիռ է արձակել այդ ուղղությամբ եւ հայտարարել է, որ սկսել է հակահաբեկչական գործողություն։ Սինդու գործողությունների արդեն ընթացքում բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան Պակիստանում։ Հնդկաստանը հայտարարում է, որ իրենք կետային հարվածներ են հասցրել Պակիստանին, որպեսզի այդ ահաբեկչական խմբերին վերացնեն, բայց կարևոր է այստեղ նշել, որ պատերազմները վերջին շրջանում երկրների միջև սկսվում են հակաահաբեկչական պատճառաբանություններով, բայց մենք գիտենք, որ իրոք ահաբեկչություններ տեղի ունեցել Հնդկաստանի դեմ եւ դա փաստ է։ Եվ մենք բոլորս սպասում ենք, որ պատերազմը կսկսվի։ Հետաքրքիր զարգացում ունեցավ այդ պատերազմը։ Այդ հարվածներից հետո հայտարարվում էր մի քանի զոհերի վիրավորների մասին, բայց գնալով այդ թիվը աճեց եւ արդեն Պակիստանի կողմը հայտարարում է, որ թվով 35 արդեն զոհվածներ կան եւ վիրավորներ կան բազմաթիվ։ Արդեն իսկ Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ սա ռազմական ագրեսիա է Պակիստանի նկատմամբ եւ անպայման Պակիստանը պատասխան հարվածներ է հասցնելու Հնդկաստանին։ Եւ ահա ամենավերջի թարմ տեղեկություններով Պակիստանը հայտարարում է, որ իրենք արդեն սկսել են հարվածներ հասցնել Հնդկաստանին, հատկապես խոսում էին այն մասին, որ նախ 3 ինքնաթիռ են խփել օդում եւ հետո արդեն իրենք հայտարարում են, որ 5 Հնդկաստանի ինքնաթիռ է խփել օդում։ Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականության, կարելի է խոսել այն մասին, որ բավականին լուրջ պատերազմական գործողություններ են ընթանում, բայց բացառված չէ, որ ապա տեղեկատվություն լինի։ Ես չեմ կարծում, որ միանգամից այդպես արագ Պակիստանը հնարավորություն ունենար Հնդկաստանի 5 ինքնաթիռներ խփելու։ Եվ ինչպես արդեն նշեցի, այդ հրթիռները հարված են հասցրել 9 թիրախի, այսինքն 9 թիրախ Պակիստանում ոչնչացվել է եւ ըստ հաղորդագրության Պակիստանը արդեն սկսել է հարվածներ հասցնել նաեւ Հնդկաստանի տարածքում։ Ուժերը խիստ անհավասար են, ու չնայած նրա, որ արդեն ռազմական գործողությունները կարելի ասել, չեմ կարող ասել լիարժեք, քանի որ լիարժեքը մեծ հասկացողություն է, բայց բավականին լուրջ ռազմական գործողություններ են ընթանում երկու կողմից եւ Պակիստանի վարչապետն էլ հայտարարել է, որ պատասխան կտան ու արդեն կա տեղեկություն, որ փորձում է Պակիստանը պատասխան տալ հարված հասցնել Հնդկաստանին այդ ինքնաթիռների մասին, ինչպես արդեն նշեցի, բայց այնուամենայնիվ հայտարարում են, որ իրենք չեն ցանկանում, որ այս պատերազմը շարունակություն ունենա։ Ժամը 10:30-ին հայտարարությամբ է հանդես գալու առավոտյան, կարծես թե հայտարարությամբ է հանդես գալու Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդին եւ կոչող դիմելու է իր ժողովրդին, բայց կարծես թե Հնդկաստանից ամենայն դեպս հայտարարությունների մակարդակով Հնդկաստանը եւս ասում է այն մասին, որ իրենք եւս չեն ցանկանում շարունակել, բայց կրկնեմ, այս պահի դրությամբ տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվ ռազմական գործողություններ են տեղի ունենում Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ։ Արդեն իսկ տարբեր երկրների արձագանք կա կայծակնային, շատ արագ Չինաստանն է արձագանքել զերծ մնալու կոչով, որ կողմերը զերծ մնան։ Դոնալդ Թրամփը եւս արտահայտվել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև սկիզբ առած պատերազմի վերաբերյալ։ Նա ասում է, որ այդ դաժան պատերազմը տասնամյակներով բազմաթիվ կյանքեր է խլում, բայց նույն ժամանակ հիմարություն է անվանել Հնդկաստանի հարվածները Պակիստանին։ Թրամփը շատ ցույց է արտահայտվում նույնիսկ իր դաշնակիցների նկատմամբ, քանի որ ես հստակ կարող եմ ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր երկիր է Հնդկաստանը եւ այդպիսի հայտարարություններ չգիտեմ։ Դա իր ոճի մեջ է հիմնականում։ Կարծում եմ, որ ահա այս պատերազմական գործողությունները անպայման իրենց շարունակությունը կունենան։ Հնդկաստանը շատ լավ հասկանում էր, որ այդպիսի հարվածով անպայման նաեւ կլինեն պատասխան գործողություններ եւ արդեն ինչպես նշեցի, պատասխան գործողությունները կարծես թե լինում են եւ կարծես թե Պակիստանը փորձում է պատասխան գործողություններ իրականացնել, չնայած որ հնարավոր է դա տեղեկատվական պատերազմի մաս է։ Չեմ կարծում, որ նրանք կարողանային միանգամից ինքնաթիռ խփել, դա էլ հարց է, թե ընդհանրապես ինքնաթիռներով է այդ հարվածները հասցրել Հնդկաստանը, թե ուղղակի բալեստիկ հրթիռների միջոցով է այդ հարվածը իրականացվել, դա էլ կա։
Շարունակություն կարծում եմ անպայման կլինի, բայց այստեղից հստակ երևում է այն, որ Պակիստանը այդ կանել պատրաստ չէ այդ պատերազմին եւ Պակիստանից հնչող հայտարարությունները ճիշտ ասում են, որ մենք անպայման պատասխան կտանք, այսպես կվարվենք, այնպես կվարվենք, բայց նույն ժամանակ իրենց հայտարարություններում զգացվում է այն, որ Պակիստանը այնուամենայնիվ ցանկանում է խուսափել լայնածավալ ավելի մեծ պատերազմից, քանի որ բավականին լուրջ խնդիրներ ունի տնտեսության մեջ, ինչպես նաև բանակում բավականին լուրջ խնդիրներ ունի Պակիստանը, այդ մասին լավ տեղյակ են նաև Հնդկաստանում եւ այդ ահաբեկչությունից հետո Հնդկաստանը շատ հարմար պահ գտավ, որպեսզի այդպիսի լուրջ գործողություններ սկսի ընդդեմ Պակիստանի։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Նշեմ, որ մի քանի այլ կարևոր հարցեր եւս ունենք քննարկելու։ Ուկրաինան լայնածավալ դրոնային հարձակում է սկսել Ռուսաստանի նկատմամբ, սա արդեն երկրորդ կամ երրորդ ալիքն է, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի վրա, բազմաթիվ դրոններ են հիմա հարվածներ հասցնում Ռուսաստանի տարածքին, հատկապես Մոսկվայի շրջանում բավականին լուրջ դրոնային հարձակում է, նույնիսկ կան տեղեկություններ, որ որոշ դրոններ հարվածել են իրենց թիրախներին։ Այդ պատճառով բավականին մեծ խառնաշփոթ է Ռուսաստանի մայրաքաղաքում, օրինակի համար բավականին խառն է վիճակը իրենց օդանավակայաններում, նույնիսկ մոբիլային ինտերնետն են անջատում Ռուսաստանում, երբ որ դրոնային հարձակում է տեղի ունենում եւ հիմա խոսք կա այն մասին, որ մոբիլային ինտերնետը, հեռախոսային ինտերնետը կանջատվի նաեւ այդ շքերթի տոնակատարությունների ժամանակ, այսինքն այս վերջի օրերի ընթացքում շատ ավելի հաճախակի են դառնալու եւ ընդհանրապես հնարավոր է մի քանի օրով անջատեն ինտերնետը Ռուսաստանում, հեռախոսային մոբիլային ինտերնետի մասին է խոսքը, որոնց միջոցով որ այդ դրոնները կարողանում են հասնել իրենց թիրախներին։ Բայց այդ պատճառով նաեւ բազմաթիվ խնդիրներ են առաջացել Ռուսաստանում բանկոմատների մոտ, այսինքն բազմաթիվ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի քաղաքացիները այդ հարձակումների պատճառով եւ ես որքան հասկանում եմ, այդ հարձակումների թիվը միայն ու միայն ավելանալու է Ռուսաստանում, բայց Ռուսաստանը եւս բալիստիկ հրթիռներ է օգտագործում հիմա Ուկրաինայի նկատմամբ, նման տեղեկություններ ենք մենք ստանում, այսինքն այս մայիսի 9-ի հրադադարը ոչ թե հրադադար է դառնում, այլ բավականին լուրջ փոխադարձ հարվածների համար, նույնիսկ ինչ որ չափով հնարավոր է աննախադեպ մինչև հիմա հարվածների համար նոր ժամանակաշրջան։ Հետաքրքիր զարգացումներ կան նաև Եվրոպայում, օրինակի համար ամենակարևոր տեղեկությունը մենք ստանում ենք Գերմանիայից, որտեղ որ վերջապես կանցլեր ընտրվեց Ֆրիդրիխ Մերցը, ում կուսակցությունը որ ամենամեծ ձայներն էր ստացել Գերմանիայի Բունդեսթագում, ճիշտ է իրանք կոալիցիա կազմեցին եւ առաջին անգամ չհաջողվեց Մերցին հավաքել անհրաժեշտ ձայներ, բայց երկրորդ անգամով արդեն 325 ձայներով Մերցը վերջապես ընտրվեց կանցլեր Գերմանիայի, սա հետաքրքիր շատ կարևոր ընտրություն է ամբողջ Եվրոպայի համար։ Մերցը շատ լուրջ ձևով աջակցում է նույն Մակրոնի կամ Ստարմերի քաղաքականությանը Ուկրաինայի մասով, Ռուսաստանի մասով եւ հետաքրքիր փոփոխություններ են մեզ սպասվում այդ առումով, այսինքն Եվրոպան այդ առումով ամրապնդում է իր դիրքերը, գիտեք նաեւ, որ Գերմանիայում փակեցին այն կուսակցությունը, որը որ ֆաշիստական էր համարում, ADG կուսակցությունը եւ դա նաեւ ինչ որ միտեղ խնդիրներ ստեղծեց Գերմանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների միջեւ։ Անկասկած Հայաստանի մասով եւս կար մի քանի երկու հարց քննարկելու, շատ արագ ուրեմն ասեմ, որ Զախարովան անդրադարձել է նաեւ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, այսինքն հայ լրագրողները, որքան հասկացա, հատուկ այդպիսի հարցեր են ուղղում Զախարովային, բնական է էլի։ Մարիա Զախարովան էլ պատասխանում է, ասում է, որ թեթև ասած այն հռետորաբանությունը, որին որ վերադարձել է Ալեն Սիմոնյանը, ափսոսանք է, ասում է, առաջացնում, դրանից բացի նա ասում է, որ իրենք չեն միջամտել երկրների ներքին ընտրություններին, Գյումրվա ընտրությունների նկատի ունի, նաև անդրադարձել է այն միջադեպին, որը որ տեղի էր ունեցել Հայաստանում, հիշում եք Արամ Սարգսյանը այդ ամենի մեջ մեղադրել էր Ռուսաստանի դեսպանությանը, հիմա Զախարովան ասում է, որ փաստեր ներկայացրեք, որ մենք մեղավոր ենք, մենք ընդհանրապես չենք միջամտում երկրի ներքին գործերին։ Սա է հիմնականում Հայաստանի մասով, բայց ելի միջազգային մի քանի հարցեր մնացին քննարկելու, այնուամենայնիվ, բայց այստեղ ես հավաքել էի այն ամենը, ինչ պետք է խոսեի եւ վերևում, քանի որ տեղադրեցի թե ինչ է տեղի ունենում
Հնդկաստանի եւ Պակիստանի միջև Հայաստանի վերաբերող հարցերը ցած իջան, բայց ընդհանուր առմամբ բան չկար խոսելու, ինչպես եւ արդեն նշեցի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի վարչապետի միջև են տեղի ունեցել հանդիպումներ, բայց կարծես թե բավականին ջերմ լավ հանդիպումներ են անցել։ Թրամփը խոսել է, որ 51-րդ նահանգը պետք է դառնա Կանադան, բայց արդեն դա հումոր է առաջացնում բոլորի մոտ, այդքան լուրջ չեն վերաբերվել այդ հայտարարություններին, բայց բավականին լուրջ կարծես թե պայմանավորվածություններ է ձեռք բերվել Կանադայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Թրամփը ուղղակի ասում է, դեռ ես կարծում եմ, որ Կանադան պետք է դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 51-րդ տատը նահանգ, այսինքն դեռ ինքը կարծում է, այսինքն կամաց փոխվում է, բայց հիմնական քննարկման թեման այն էր, որ ամրապնդեն իրենց համագործակցությունը նաև ռազմական ոլորտում, ՆԱՏՕ-ի շրջանակներում, ՆԱՏՕ-ի մեջ Կանադան ավելի մեծ ներդրումներ անի պաշտպանությունը բարձրացնելու համար։ Կարևոր փոփոխություն է տեղի ունենում նաև Մերձավոր Արևելքում, Եմենի շուրջ, հələ այն, որ բավականին լուրջ ավիահարվածներ է հասցրել Իսրայելը Եմենին, ասում են, որ իրենց օդանավակայանը ընդհանրապես քարուքանդ է արել Իսրայելը, այն բանից հետո, երբ որ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հրթիռներ էին, թե դրոներով էին խփել, չգիտեմ, հիմա հրթիռներն ու դրոներն էլ չես տարբերում, նույն ֆունկցիան են կարծես իրականացնում, եւ բավականին լուրջ ավիահարվածներ էր հասցրել հիմա Իսրայելը քարուքանդ անելով Եմենի օդանավակայանը, բայց շատ անսպասելիորեն Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չնայած որ այդ պահին կարծես թե մասնակցել են Իսրայելի հետ այդ ավիահարվածներին, իրենց ավիակիրների միջոցով եւ ինքնաթիռներով հարվածել էին, եւ հիմա Թրամփը հայտարարում է, որ իրենք դադարեցնում են ռազմական գործողությունները ընդդեմ Եմենի։ Դա լուրջ զարմանք առաջացրեց բոլորի մոտ, բայց Թրամփը շարունակեց ասելով, որ Եմենը խոստացել է, այսինքն հութիները խոստացել են, որ այլևս չեն հարձակվելու միջազգային նավերի վրա, եւ ասում է, որ ես ընդունում եմ իրենց խոստումը։ Մենք, ասում է, հաղթանակ տարանք իրենց նկատմամբ, մենք պարտադրեցինք իրենց եւ իրենք խոստանում են, որ այլևս չեն հարձակվելու միջազգային նավերի վրա եւ ասում է, որ դա իրեն բավարար է։ Դա հետաքրքիր ձևով է իրոք առաջնորդվում Դոնալդ Թրամփը, բայց երևի թե այստեղ եւս գիտե նա թե ինչ է անում, քանի որ մեկ անգամ եթե խախտեն, փորձ անեն նույնիսկ խախտել հութիները եւ հարձակվեն միջազգային նավերի վրա, ապա միանշանակ ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի մեծ ուժգնությամբ սկսելու են հարվածներ հասցնել Եմենին, բայց այստեղ նաև մեկ բայց կա, բոլորը հասկանում են, որ Եմենի հութիները նոր ուժեր են մոբիլիզացնելու, նոր հնարավորություններ, որպեսզի ապագայում միանշանակ հարձակվեն, կարող է դա տեղի ունենա 1, 2, 3 կամ 4 տարի անց, երբ արդեն Դոնալդ Թրամփը չի լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, դրանից բացի մենք տեսնում ենք, թե ինչ մեծ հաճույքով եւ նաև հնարավորությունների աճ գրանցելով Եմենի հութիները հարվածներ են հասցնում Իսրայելին։ Այս առումով ես կարծում եմ, որ Իսրայելը ավելի բարդ իրավիճակում է հայտնվում, եթե այդ պայմանավորվածությունների մեջ չկա նաև այնպիսի պայմանավորվածություն, որ իրենք չպետք է հարձակվեն նաև Իսրայելի վրա, բայց այդ հայտարարություններից ամենայն դեպս դա չի երևում։ Եվ վերջին տեղեկություններով Հնդկաստանի իշխանությունները նոր իր բանակցությանն է տրամադրել այն թիրախները, որոնք որ խոցել է Պակիստանի տարածքում, հստակ ցույց տալով, որ դրանք տերորիստական խմբավորումների թիրախներ են եւ Պակիստանը պահում էր այդ տերորիստական խմբավորումներին, հակառակն է անում նաեւ Պակիստանը, նրանք էլ ցուցադրում են ինչ-որ կադրեր իրենց հեռուստաընկերություններով, որ այն թիրախները, որոնք որ խոցվել են Հնդկաստանի կողմից, դրանք ուղղակի խաղաղ բնակավայրեր են եղել եւ նրանք հարված են հասցրել խաղաղ բնակիչների։ Նրանք արդեն Պակիստանը, այսինքն ազգային անվտանգության նիստ են անցկացնում, նաեւ իրենց այսօր խորհրդարանն է հավաքվում եւ օրինակի համար ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ խոսում են այն մասին, որ իրենք իրավունք ունեն լիարժեք պատասխան հարվածներ հասցնել Հնդկաստանին, չնայած որ իրենք նաեւ պնդում են, ինչպես ասացի, որ իբր ինքնաթիռներ են խփել, կան հրաձգություններ, լարված է իրավիճակը, դրանից բացի զորքեր են մոտեցվում երկու կողմից սահմանին, այսինքն հնարավոր է ապագայում նաև բավական ավելի մեծամասշտաբ լուրջ ռազմական բախում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։ Սա էր հիմնականում սիրելի հայրենակիցներ այս պահի դրությամբ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, անպայման լայքերը դրեք, տնտեսություն, կհանդիպենք։